որ Աշոտ Նավասարդյանը գաղափարի մարտիկ էր, այսօր փաստացի մերժվում են գաղափարի մարտիկները, գաղափարները, Ղարաբաղյան շարժումն է մերժվում ազգային ժողովի ամբիոնից, այն ամբիոնից, որտեղ պաշտպանվել են այդ գաղափարները, ինչ դիտարկումներ ունեք այս առնչությամբ եւ ինչ պիտի անի Աշոտ Նավասարդյանի հետնորդ կուսակցությունը։ Դեք Աշոտ Նավասարդյանը իր քաղաքական բավականին հարուստ կենսագրությունը անցել է բավականին ծանր ճանապարհով, շատ կորուստների ճանապարհով, այդ ճանապարհին ընկերներ է կորցրել, նաև այն ժամանակն է կորցրել, որը իր ընտանիքին, իր հարազատներին պետք է տրամադրեր, բայց գիտեք, ես իր ընտանիքի հետ շփումներ ունենալով իմ համար շատ հստակ է, որ իր ընտանիքը գիտակցում է, որ իր հայրը իր երկրի զինվորն է, գաղափարական մարդ էր, ով կտրելով իր ընտանիքից, իր հարազատներից ամեն ինչ արել է սովետական շրջան դեռևս անկախության, ազգային գաղափարների առաջնորման համար, դա մի փուլ էր, որ երևի ավագ սերունդը ավելի շատ կհասկանա, թե ինչ է նշանակում սովետական միության պայմաններում ընդհատակյա կազմակերպության ակտիվ դեմք լինել, պայքարել ազգային գաղափարի համար, պայքարել անկախության համար, երբ որ շատերը նույնիսկ վախենում էին այդ մասին ինչ-որ բաներ լսել, բայց Աշոտ Նավասարդյանը եւ մեծ թվով նվիրյալներ, ում ցավոք շատերի անունը նույնիսկ այսօր մարդիկ էլ չգիտեն, այդ տարիներին տասնամյակներով ընդհատակյա ակտիվ շարժում են արել, որի դրսևորումը նաև արտահայտվել է 80-ականների ազգային ազատագրական պայքարի ժամանակ։ Ընդ որում, երբ որ դուք ձեր հարցադրման մեջ խոսում եք շարժման այսօրվա իշխանությունների մերժողականության մասին, գիտեք, մարդկանց մոտ հարց է չէ առաջանում, ինչպես եղավ, որ Հայաստանի անկախության շարժումը, նաև Հայաստանի սահմանների պաշտպանության այդ ամեն ինչը իր մեջ համախումբը ընդգրկող շարժումը կոչվում է Ղարաբաղյան շարժում։ Այսինքն թվում է, որ մի փոքր Ղարաբաղ էր, թվում է, որ թեման լոկալ էր վերաբերում էր, բայց Հայաստանի անկախության, Հայաստանում զինված ուժերի կազմավորման, Հայաստանում ինքնապաշտպանական մարտեր մղող այդ ընդհանուր շարժումը կոչվում էր Ղարաբաղյան շարժում եւ այդ շարժումը չես կարող հայտարարությամբ մերժել, այդ հայտարարությունը չես կարող պատմությունից ջնջել։ Դա եղել է մեր պատմության զարթոնքին ժամանակահատվածը, որը մնացել է, տարածվել է մեծ թվով մարդկանց մեջ եւ երբ որ մենք խոսում ենք Աշոտ Նավասարդյանի որպես գաղափարական մարդ, որպես ազգային գործի մասին, դա էլ տարածվել է մարդկանց մեջ եւ տարբեր փուլերում դա իր դրսևորումը միանշանակ ունենալու է։ Շատ հարցեր հնչում, գիտեք, այնպիսի ցանալի իրավիճակում ենք հասել, որ ոչ միայն Արցախ հնարավոր եղավ սրանց շրջաններից փնտրել, այլ նույնիսկ Հայաստանի այսօր գոյության կամ պետականության հարցն է այսօր օդում կախված, բայց ես ուզում եմ ձեզ շատ վստահ ասել, որ գաղափարները չեն կորում, նվիրյալները չեն կորում, հայրենասեր մարդիկ երբեք չեն կորում եւ նրանք մի պահի միավորվում, համախմբում են եւ իրենց վճռական մարտը տալիս են։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան։ Շնորհակալություն։ Լավ նյուսի, հարգելի